Ինչու ոչ ոք նույն էկոնոմիկայի նախարարը չի բարձրացնում հարց։ Վրացիների հետ կապված մենք վերջը ինչ պայմանավորվեցինք։ Ինչու են վրացիները խոչընդոտում մեր կոնյակի արտահանումը իրենց տարածքով։ Եվ ճիշտ են արդյոք այն լուրերը, որ մեր մեքենաների մեջ որոշ պայմանավորվածության համաձայն նաև վրացական կոնյակ է արտահանվում Ռուսաստան, մեր կոնյակի անվան տակ։ Ճիշտ են արդյոք այդ խոսակցությունները, թե ոչ։ Իսկ ինչու մինչև հիմա այդ խնդիրը չի եղել։ Իսկ ինչու այդ հարցը չի բարձրացվում ԵԱՏՄ Եվրասիական հանձնաժողովի նիստում։ Չէ՞ որ Վրաստանն իբրև տրանզիտ երկիր իրավունք չունի հայկական բեռները զննության ենթարկելու, որտեղ Հայաստանը Վրաստան չի արտանում կոնյակը։ Հայաստանը Վրաստան օգտագործում է իբրև տրանզիտ։ Բայց միջազգային այսպես ասպարեզում ծով չունեցող երկրների իրավունքով Հայաստանը ինչու չի օգտվում այդ հանգամանքից։ Ինչու չի ասում, որ Հայաստանը ծով չունեցող պետություն է եւ ծով ունեցող պետություն Վրաստանը խոչընդոտում է մեր ապրանքների ազատ տրանզիտին դեպի Ռուսաստան եւ այլ վայրեր։ Ինչու ենք մենք այս հարցը այսպես թաքցնում եւ այս մասին բացահայտ չենք խոսում։ Եվ եթե Լարսը փակվեց, մենք որտեղով ենք այդ ամեն ինչն իրականացնելու Թուրքիայով, կարող ենք տեսականորեն Թուրքիայով արտահանել, բայց դրա դիմաց ինչ գին ենք մենք վճարելու եւ պատրաստ է հայ ժողովուրդը դրա դիմաց վճարել այդ գինը։ Սրանք հարցեր են, որոնք խորքային վերլուծություն են պահանջում։ Պահի տակ ընդունած, տաք գլխով ընդունած որոշումները կարող են հետո պետության համար շատ լուրջ խնդիրներ առաջացնել։ Եվ ցավոք սրտի Տրամպը ցույց է տալիս իր քաղաքականությունով, որ վաղուց արդեն միջազգային իրավունք չկա ուղղակի։ Ուժեղի իրավունքն է աշխատում։ Եթե Տրամպին կարելի է, միգուցե եւ կարելի է նաեւ Ռուսաստանին։ Եվ եթե Տրամպը ասում է, որ ես սա անում եմ իմ ազգային շահից ելնելով եւ շատ ներողություն ես թքած ունեմ միջազգային իրավունքի վրա էլ, ՄԱԿ-ի վրա էլ, մյուս կառույցների վրա էլ, ապա ինչու նույնը չեն կարողանալու անել մյուս մեծ տերությունները։ Եվ արդյոք մենք այս պահին արդեն գործ չունենք ուժեղի իրավունքի հետ։ Եվ այս մենք այդքան ուժեղ ենք, որ կարողանանք դիմակայել այդ ամեն ինչին։ Չեմ կարծում։ Մեր տնտեսությունը կարող է դիմակայել այդ շոկային իրավիճակին, չեմ կարծում։ Մենք տնտեսական առումով այդքան հզորություններ էլ չունենք, անգամ 60 միլիոնանոց Ուկրաինան այսօր ունենալով ամեն ինչ, մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական բախման վայր դառնալով ինչի մեջ է հայտնվել։ Մենք ունենք այդ ռեսուրսը, մենք պատրաստ ենք զոհել այդ ամեն ինչը հանուն ինչ-որ պայծառ ապագայի, որ կարող է 40 տարի հետո այսպես հայտնվել կամ չհայտնվել։ Սրանք հարցեր են, որոնց կարծում եմ մեր ազգաբնակչությունը պետք է պատասխան տա։ Ինքը պատրաստ է մտնել դրա տակ եւ այդ զողողություններն անել հանուն ինչ-որ բարձր արժեքների, որոնք այդքան էլ པարզ չեն եւ չեն էլ երևում։ Այս իշխանությունները նույնիսկ չեն կարողանում նորմալ գործընկերային են, որ տարիների փորձառությամբ անցած դաշնակից երկրի հետ սովորական հարցեր քննարկել, նույն այդ բեռնափոխադրողների, որ 180 օրը դարձրեցին 90, չէ, խնդիր առաջացավ։ Գիտեք, նույնը անելու են նաև արտագնա աշխատողների հետ։ Ողջ Գեղարքունիքի մարզը գաղտնիք չի։ Արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստանի Դաշնություն։ Գեղարքունիքի մարզի մեր հարգարժան բնակիչները պատրաստ են այդ նույն աշխատանքը գտնել Հայաստանում կամ օրինակ Բելգիայում։ Չգիտեմ, մեր Շիրակի դաշտի մեր հարգարժան քաղաքացիները, որ գնում են անծայրածիր Ռուսաստանի խորքերը եւ շինարարություն են անում եւ իրենց ընտանիքը կարողանում են արժանապատիվ վաստակ ապահովել իրենց ընտանիքի համար եւ պահել իրենց երեխաներին, ուսման վարձ են վճարում եւ այլն։ Այդ նույն Շիրակի մարզի բնակիչը կարողանալու է գնալ Անտվերպենում, ասենք, օրինակ ասֆալտ անի։ Ես շատ այսպես կենցաղային հարց եմ բարձրացնում, բայց երևի թե պետք է կենցաղային մակարդակով խոսել, որ մեր բնակչությունը, մեր քաղաքացիները արթնանան մի պահ այս ամեն ինչից, հասկանան իրականում ինչ է կատարվելու մեր հետ, եթե մենք այս ամեն ինչը շարունակենք։ Սա ուղղակի այսպես ահազանգ է, սա ոչ թե ինչ-որ սպառնալիք է, ոչ, սա ահազանգ է։ Հուսանք, որ այս մեր ահազանգը գոնե ինչ-որ մի կերպ տեղ կհասնի, կսկսեն մարդիկ ավելի սթափ նայել այս ամեն ինչին, լուրջ մոտենալ այս ամեն ինչին։ Արտաքին քաղաքականությունը լուրջ գիտություն է, եւ դրան լուրջ է պետք վերաբերվել։ Սա է ուղղակի։